Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, ամեն։ Քանի որ մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք և խաղաղություն։ Սիրելի ահատավոր քույրեր և եղբայրներ, այսօրվա ընթերցման մեջ Պողոս առաքյալը Հռոմեացիներին գրված նամակում բացահայտում է մարդկային կյանքի ամենակարևոր և ամենախորին իրականությունը, այն թե ինչ է կատարվում մարդու մեջ, ինչպիսի ներքին պայքար կա, և ասում է, որ մենք Քրիստոսով ազատված ենք այլևս այն մեղքի ծառայությունից, որը շատ հաճախ ստիպում է մեզ անել այն ինչ որ մենք չենք ուզում անել։ Եվ ասում է, որ կա երկու տեսակի խորհուրդ կամ մտածողություն, մտածելակերպ մարդու մեջ։ Առաջին մտածելակերպը կամ խորհելը նա անվանում է մարմնավոր խորհուրդ, ասելով, որ դա արդեն իսկ մահ է, դա մահվան ճանապարհ է, և դրան հակադրում է հոգևոր մտածելակերպը, հոգևոր խորհուրդը, ասելով, որ հոգևոր խորհուրդը մարդուն պարգևում է կյանք և խաղաղություն։ Եվ իսկապես սիրելիներս, երբ որ մենք ինքներս մեզ փորձում ենք քննել, ինքներս մեզ հասկանալ, խորանում ենք մեր հոգու ակունքները, մեր ներաշխարհը, հասկանում ենք, որ այնտեղ ամեն բան չէ, որ հարթ է, ամեն ինչ չէ, որ հասկանալի է։ Մարդը իր գոյության ամբողջ ընթացքում միշտ փորձել է ինքներեն հասկանալ։ Փիլիսոփաները փորձել են մտնել մարդու գաղափարական հիմքը, հասկանալ, թե ինչու մարդը այսպիսին է կամ այնպիսին։ Տարբեր ժամանակի մտածողները միշտ դիտարկել են մարդուն որպես չբացահայտված խորհուրդ, չբացահայտված գաղտնիք։ Իսկապես դա մենք ինքներս կարող ենք հասկանալ, երբ որ փորձում ենք ավելի ուշադիր լինել մեր վարքին և մեր ներքին բովանդակությանը։ Սուրբ Գիրքը ասում է, որ մարդը երկու աշխարհների միջև է իր գոյությունը ապրում և ինքն է կարծես թե որոշում, թե ինչն է գերակշռելու իր մեջ։ Մարդը երբ որ ստեղծվել է, Աստված նախ և առաջ իրան ստեղծեց որպես մարմին, ձևավորեց և ապա իր շունչը, իր կենդանի շունչը փչեց իր մեջ, մարդը դարձավ կենդանի էակ։ Եվ նույն Ծննդոց գրքում, երբ որ մենք թերթում ենք էջերը, մարդու ստեղծագործությունից քիչ հետո, երբ որ արդեն մարդը տարածվում է աշխարհով, ջրհեղեղից առաջ Աստված նայում է մարդուն և ասում է. «Եվ տեսա, որ ամբողջ մարդկությունը, ամբողջ մարդկային հասարակությունը դարձել է մարմին»։ Եվ ասում է, իրենց խորհուրդները մանկուց արդեն իսկ ապականված են։ Այսինքն մարդու այդ երկրաքարշ և Աստծուց հեռացած իրավիճակը Սուրբ Գիրքը նկարագրում է որպես մարմնավոր կյանք, որպես մարմին։ Եվ որպես այդպիսին ջրհեղեղի պատճառը հենց դա է եղել, որ մարդիկ մոռացել են իրենց Աստծուն, մոռացել են հոգևոր կյանքի մասին, դարձել են միայն մարմին, այսինքն չտարբերվող կենդանիներից, և միակ լուծումը եղավ այն, որ եղավ ջրհեղեղը և մարդկությունը վերացավ այդ մարմնեղեն։ Սակայն մարդու բնությունը մնաց նույնը և դարեր շարունակ, դարեր հետո ջրհեղեղից ևս մարդը այդ պայքարի մեջ հաճախ նահանջում էր։ Եվ երբ որ ոչ միայն անհատ, այլ նաև հասարակությունը դառնում էր մարմին, դա դառնում էր հասարական պատուհաս։ Որովհետև եթե Աստված ունի մարդու հետ նպատակ, այսինքն եթե Աստված մարդուն ստեղծել է ոչ թե ուղղակիորեն որպես ինչ-որ բնական բխում, այլ նպատակով, եթե մարդը և մարդկությունը այդ նպատակին չի համապատասխանում, չի ծառայում, ապա անիմաստ է դառնում այդ մարդկության կամ այդ հասարակության գոյությունը։ Եվ դրա ակունքը, դրա պատճառը հենց մարդու մտածելակերպն և մտածողությունը, թե ինչպես է մարդը դիտարկում աշխարհը, ինչն է իր աշխարհ հայացքը և որտեղ է նա իր ջանքերը ներդնում։ Եվ Պողոս առաքյալը շատ դիպուկ կերպով բնութագրում է այդ ընթացքը, ասելով, որ այո, երբ որ մարդիկ դառնում են մարմին, երբ որ այն ամենը, ինչ որ իրենց կյանքում միայն նյութական է, միայն շոշափելի է, միայն ուղղված է
այս աշխարհի իշխանությանը, ապա դա այլևս կյանք չի դիտարկվում եւ չի անվանվում։ Այսինքն, եթե մարդու համար գերագույն արժեքը իր հարմարավետությունն է, իր կոմֆորտն է, եթե մարդու համար ամենակարևոր սրբությունը իր անձնական բարեկեցությունն է, այդ պարագայում մարդը կորցնում է իր հոգին։ Նա ապրում է, նա շարունակում է աշխատել, գործել, ժպտալ, բայց իր մեջ ինչ-որ բան մահանում է, ինչ-որ բան դատարկ է դառնում, ինչ-որ բան այլևս անկենդան է։ Այսինքն Պողոս առաքյալը չի ասում, որ մարմնավոր մտածողությունը մարդուն բերում է որպես հետևանք մահվանը։ Ոչ նա ասում է, որ դա արդեն իսկ մահ է։ Եթե մարդը չունի հոգևորություն իր մեջ, եթե իր մեջ չկա Աստծո ճշմարտություն, Աստծո խոսքը, նա արդեն իսկ մահացած է։ Եվ այդ մահը մարդը ապրում է երկարատև, այսինքն նա ոչ թե իր կյանքը ապրում է 70 կամ 80 տարիներ, նա իր կյանքը շարունակաբար մահանում է 70 կամ 80 տարիներ, մինչև որ գալիս է նաև իր մարմնական մահը, որտեվ եթե դու սերմանում ես քո մարմնի մեջ, ինչպես ասում է Պողոս առաքյալը, քո մարմնից պիտի հնձես ապականություն, ինչպես մարդու մարմինը դառնում է հող, այդպես եւ իր ամբողջ ջանքերը, իր սերմանածը դառնում է հող եւ ապականություն։ Բայց ով որ սերմանում է հոգու մեջ, ասում է առաքյալը, նա կհնձի այնտեղից հավիտենական կյանք։ Եվ իր ուղերձի մեջ Հռոմեացիներին Պողոս առաքյալը շատ հստակ ասում է, որ դրան հակակշիռ կա հոգևոր մտածողություն, հոգևոր խորհուրդ, որը տալիս է մարդուն կյանք եւ խաղաղություն։ Կյանքը այն աստվածային պարգևն է, որը բխում է ուղղակիորեն հորից, ուղղակիորեն Աստծուց, Աստված կյանքի ակունքն է։ Այդ Աստծուց է գալիս ամեն տեսակի կյանք, թե բնության մեջ, թե մարդկային կյանք, ինչքանով մարդը կտրվում է այդ կյանքի աղբյուրից, այնքանով նա փափագում է, այնքանով նա ծարավ է մնում, այնքանով իր մեջ քիչ է այդ կյանքը։ Ինչպես ծառից կտրված ճյուղը, որը ինչ որ ժամանակ դեռևս պահպանում է իր կյանքի տեսքը, ինչ որ ժամանակ նա դեռ կանաչ է, սակայն անցնում է 1 կամ 2 շաբաթ եւ այլևս այն հասկանում ենք, որ կենթանի չէ, մահացած է, այդպես եւ Աստծուց կտրված մարդը, ինչ որ ժամանակ դեռևս պահպանում է կենթանության արտաքին տեսքը, սակայն նա շարունակաբար մահանում է։ Եվ ինչքանով մարդը կարողանում է իր կյանքը փոխկապակցված ունենալ Աստծուն, այնքանով նա այդ կյանքը ապրում է։ Եվ դրա հետևանքը հենց այն խաղաղությունն է, որ Աստված մեզ տալիս է։ Երբ որ մարդու մեջ դադարում է այդ ներքին խզվածությունը, այդ իր ներքին եսերի այդ մշտական պայքարը, մարդը գտնում է իրական խաղաղություն։ Առանց այդ ներքին պայքարի եւ առանց հաղթանակի չկա մարդու ներքին խաղաղություն։ Նա շարունակաբար կամ կրում է դրա պարտության հետևանքները, կամ դեռևս մարտնչում է։ Երբ որ իր մտածողությունն է փոխվում, այն ժամանակ մարդը գտնում է կյանքի լիարժեքություն եւ լիիրավ խաղաղություն, սիրելիներս։ Եվ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե մեր մտածողությունը ինչ է, որտեղ այն ամեն ինչ, որ կա մեր կյանքում, գալիս է մտքից, այլ տեղից չի գալիս։ Մեր կյանքի ամբողջ իրականությունը, ինչ որ մենք ունենք մեր կյանքում, բխում է մեր մտքից, ծնվում է մեր մտքում եւ ապա արդեն մարմին է ստանում մեր կյանքում։ Եվ ինչքանով դրական է մեր մտածողությունը, ճիշտ է, Աստվածը հաճո է, այնքանով մեր կյանքն է ճիշտ եւ Աստվածահաճո։ Այնքանով այն լիարժեք է, այնքանով նա լուսավոր եւ օրհնված է, եթե մեր մտքերը լուսավոր են եւ մեր մտքերը բարի են։ Այդ մասին ոչ միայն մեր հավատքն է ասում, այդ մասին մարդիկ շարունակաբար խորել են, շարունակաբար դրա լուծումները փնտրել են։ 20-րդ դարի հոգեբանության մեջ մի տեսություն առաջացավ, որ մարդը ապրում է իր մեջ այն արխետիպներով, այն մտածողությամբ, որը դարեր շարունակ իր մեջ ձևավորվել է,
եւ ամեն մարդ իր յուրահատկությունը ունի։ Սակայն իր այդ անհատի անձի հետ մեկտեղ կա նաեւ դրա ստվերը, այսինքն եթե մարդը իր բնույթով բարի է, ողորմած է, առատաձեռն է, այդուհանդերձ ըստ շատ ուսումնասիրությունների մարդու մեջ տակավին կա դրա ստվերը, այսինքն դրա հակառակը եւ յուրաքանչյուր մարդ ինչպիսին էլ նա կա դրական իմաստով ինչպիսին է իր անհատականությունը։ Դրա հետ զուգահեռ ասում են, որ կա դրա ստվերը, որը շարունակաբար քայլում է մարդու մեջ եւ դրան հաղթահարել չափազանց դժվար է, սակայն հասկանալ եւ կառավարել հնարավոր է։ Դա ասում է հոգեբանությունը, որ մարդու մեջ այո կա բարին եւ չարը եւ մարդն է սնուցում, կերակրում այդ բարին կամ չարը։ Սակայն մեր քրիստոնեական աշխարհայացքը, որը 20 դարեր առաջ այդ տեսությունը արդեն իսկ հասկանում էր, ասում է, որ դրա լուծումը կա, որ այդ ստվերը կարող է հաղթահարվել, երբ որ մարդը գերբնական զորություն է ստանում Աստծուց։ Այո, մարդը իր սեփական ուժերով չի կարող հաղթահարել այն ստվերը, որ իր մեջ ապրում է, որը տանում է իրեն դեպի հակառակը, դեպի բացասականը, դեպի մահը, ինչպես կասեր առաքյալը։ Դրա լուծումը այն է, որ մարդը իր անձին, իր հոգուն ընդունակ է դարձնում Աստծո հոգին կրելը։ Երբ որ մարդը Աստծո հետ մտերմանում է եւ Աստծո հոգին բնակվում է մարդու մեջ։ Եվ այդ լույսը այնքան մեծ է, այնքան զորավոր է, որ փարատում է ստվերը, որը այլևս չի տիրապետում մարդուն, որը այլևս չի հետապնդում մարդուն։ Եվ այդ հաղթանակ, այդ ներքին հաղթանակը բնականաբար ջուրին չէ, մեծ հոգևոր սխրանքի արդյունքում է տեղի ունենում, երբ որ մարդը պատրաստակամություն է հայտնում ամբողջությամբ նվիրագործել իր անձը եւ հաղթել իր սեփական եսը։ Որովհետեւ երբ որ մարդը արդեն իսկ խճճված է այս աշխարհի մեջ, երբ որ արդեն իսկ իր մեջ տիրապետող է մարմնական մտածողությունը, երբ որ նա այս աշխարհի զավակ է, նա իր սեփական անձը դնում է իր եսի զոհասեղանի վրա։ Այսինքն մարմնական մտածողությունը այն զոհասեղանն է, որտեղ որ մարդը դնում է իր անհատականությունը եւ պարբերաբար նա ինքն իրեն իր իսկական եսը, իսկական անձը կորցնում է, զոհաբերում է իր եսի համար։ Դրա ճշմարիտ ճանապարհը այն է, երբ որ մարդը ոչ թե իր անհատականությունը, ոչ թե իր ինքնությունը, այլ իր եսը դնում է այն զոհասեղանի վրա, որը դառնում է իր կենթանի պատարագը, երբ որ նա կարողանում է հաղթահարել իր շահամոլ, իր միայն սեփական անձի մասին մտածող, իր սահմանափակ, իր Աստծուն հակառակ գնացող այդ եսը, այդ ստվերը, այդ խանգարող հանգամանքը։ Եվ դրա մեջ է մեր հոգևոր պայքարը։ Եվ դրա արդյունքը երևում է արդեն մեր հասարակական կյանքում։ Տեսեք, երբ որ մենք նայում ենք մեր այսօրվա իրականությանը, մենք մեզ հարց ենք հաճախ տալիս, թե ինչու մեր իրականությունը այնպիսին չէր, ինչպիսին մենք կցանկանայինք, որ լիներ։ Եվ դրա նահանջը սկսել է այն ժամանակ, երբ որ մեր ժողովրդի եւ ազգի մտածողությունը դարձել է մարմնավոր։ Եվ դրա հետևանքներն են, դրա պտուղներն են, որ մենք այսօր քաղում ենք մեր ազգային կյանքում։ Մարմնավոր խորհրդի մտածողության եւ ապրելակերպի կործանիչ հետևանքներն են, որոնք եկել են մեր կյանք եւ շարունակաբար կրկնվում են տարբեր տեսակի աղետների միջոցով։ Եվ մենք տասնամյակներ շարունակ որպես ազգ չենք ապրել որպես քրիստոնյա, մենք ապրել ենք որպես նյութապաշտ, որպես կռապաշտ։ Եվ մեր ազգի զգալի տոկոսը շարունակում է այդպես ապրել, որպես նյութապաշտ եւ կռապաշտ, դարձնելով իր համար
բազմաթիվ կուրքեր իր կյանքում եւ մոռանալով իրական պաշտամունքը, մոռանալով որ նա կարիք ունի պաշտել ճշմարիտ եւ կենթանի Աստծուն։ Եվ դրա հետևանքներն են, որ բարբերաբար բախում են մեր դուրը եւ քրիստոնյաներից շատերը նույնիսկ դրա զոհն են դառնում, այսինքն այն մարդիկ, ովքեր փորձում են աստվածահաճո կյանքով ապրել, այդուհանդերձ այդ հասարակական հետևանքները այդ աղետների մասը կազմում են։ Դա կարող է չլինել մեր անհատական մեղք, բայց քանի որ մենք ապրում ենք մեր իրականության մեջ, որտեղ որ մարդիկ ավելի շատ նյութապաշտ են, քան աստվածապաշտ են, դրա հետևանքները այդուհանդերձ գալիս են մեր կյանք։ Եվ դրա լուծումը միայն այն է, երբ որ մենք կարողանանք կազմել որոշակի տոկոս, դրա լուծումը այն է, երբ որ մենք կարողանանք այդ իրականությունը բերել այս եկեղեցուց դուրս, բերել հասարակություն, մեր կյանքի օրինակով, մեր խոսքով, մեր մտածողությամբ, որը պիտի դառնա ոչ թե նյութական եւ մարմնավոր, այլ հոգեվոր եւ աստվածահաճո։ Այլ լուծում չկա այս իրավիճակից սիրելիներս։ Մենք շարունակելու ենք բարբերաբար կրկնել նույն սխալները եւ այդ լաբերինտոսի մեջ շարունակաբար մենք չենք գտնելու ելքը, եթե չսկսենք ճիշտ մտածել աստվածահաճո, մտածել հոգևոր խորհուրդով, որը մեզ իսկապես կտա կյանքի լիություն եւ իրական խաղաղություն։ Այս մասին այսօր մեզ Պողոս Առաքյալը խրատում դարերի խորքերից տալով մեզ կարևոր պատգամ մեր կյանքի համար եւ թող այս պատգամը դրոշմվի մեր մտքերում եւ սրտերում, թող մենք այստեղից դուրս գալով ավելի շատ մտածենք հոգևոր կյանքի մասին, ավելի շատ մեզ համար հեղինակություն, կյանքի եւ ճշմարտության աղբյուր լինի ավետարանը, Աստուծո խոսքը, այլ ոչ թե այն էկրանները, որը մենք բարբերաբար թերթում ենք մտածելով, որ կարող այնտեղ գտնենք պատասխան մեր հարցերի։ Ոչ այնտեղից մենք չենք գտնելու պատասխան։ Այս աշխարհի քարոզչա մեքենան մեզ չի տալու ճշմարտության եւ իրականության պատկեր։ Աստված արդեն իսկ մեզ տվել է այդ պատասխանը, մնում է որպեսզի մենք այն բացենք մեզ համար, բացահայտենք եւ ապրենք այդ ճշմարտության, որ Աստված մեզ պարգևել է։ Տերը օրհնի եւ զորացնի բոլորիդ սիրելիներս, թող Տիրոջ Սուրբ Հոգին առաջնորդի ձեզ կյանքի իրական ճանապարհներով եւ հոգեվոր մտածողությունը թող դառնա այն լույսը, որով պիտի փառատվի եւ հաղթահարվի խավարը մեր կյանքում։ Աստծո շնորհը, սեր եւ օրհնություն թող առաջնորդի բոլորիդ այս ամենի մինչև հավիտյան։ Ամեն։